հերթական մորթի փոխած միլիոնատեր պաշտոնյան Նիկոլի թիմում։ Բարև ընկերներ, բոլորին էլ անդրադառնալու եմ, ձեր բոլորի նամակները չեն անտեսվելու, խնդրում եմ մի փոքր համբերություն դրսևորել։ Շնորհակալ եմ չհայհոյելու տենդենսը պահելու համար։ Այսօր խոսելու եմ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի մասին։ Իդեպ, արմավիրցիները նրան չոփ են ասում։ Շատերին անհայտ նախկին երիտասարդը, չունենալով բարձրագույն կրթություն, ղեկավարել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղը։ Հիմա հերթով Վահրամ Խաչատրյանը 2015 թվականից մինչև 2021 թվականը 2 անգամ ընտրվել է Նորապատ գյուղի գյուղապետ։ 2015 թվականին Հանրապետական կուսակցության կողմից է առաջադրվել։ Ապա գյուղապետի պաշտոնից հեռանալուն պես 2022 թվականին սկսում է տնտեսագիտություն ուսումնասիրել Երևանի մենեջմենթի համալսարանում։ Ընկերներ, պատկերացնում եք, ընդամենը 2 տարի անց ստանում է նաև մագիստրոսի աստիճան։ Հիմա հարց պարոն Վահրամ Խաչատրյանին, ինչպես եք ղեկավարել մի գյուղ, որի բնակչությունը կազմում է շուրջ 2000 անձ։ Որ օրենքով եք դուք հանդիսացել գյուղապետ, կամ որ օրենքներն եք շրջանցնել։ Բարեկամներ, գյուղապետի պաշտոնից հետո, արդեն 2021 թվականին, արդեն Նիկոլ Փաշինյանի քվոտայով նշանակվում է Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչից հետո մինչև 2025 թվականի օգոստոսի 29-ը հանդիսացել է համայնքի ղեկավար, որին զուգահեռ սկսել է նաև տնտեսագիտություն ուսումնասիրել։ Բացի կրթական եւ մասնագիտական կասկածելի առաջընթացից, Արմավիրում խոսում են, որ ներկայիս մարզպետը նաև կարողացել է մի շարք հանքավայրեր սեփականաշնորհել։ Պարոն մարզպետ, իսկ խնդրում եմ կնշեք, թե որքան գումարով է ձեր հաշվեկշռում եղած Lexus Magnus-ի մեքենան վաճառվել։ Կօգտվեմ Նիկոլ Փաշինյանի բառամթերքից, ըստ օդում կախված լուրերի, այդ մեքենան վաճառվել է Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալին եւ անհավանական ցածր գնով։ Ընկերներ, Վահրամ Խաչատրյանը դեռևս 2023 թվականին գոլդ համարանիշներ կրող Մայբախով վթարի է ենթարկվում, վախվելով քաղաքացու տան պարսպին։ Էլի չար լեզուները ասում են, որ նա եղել է թմրանյութերի եւ ալկոհոլի ազդեցության տակ։ Ես չեմ ասում, այլ չար լեզուներն են դրա մասին բարձրաձայնում։ Իսկ դեպքի օրը այնտեղ ներկա գտնված Գագիկ Շամշյանը ինչ կասի, կարող եք իրեն հարցնել։ Հիմա անցնենք Վահրամ Խաչատրյանի ունեցվածքին։ Պարզվում է, մարզպետի կինը ունի փոքրիկ բիզնես, որը տարեկան իրենց տվել է 365,000 դրամ եկամուտ։ Սակայն մարզպետի կինը, տիկին Լուսինեն, ունի տունը դոշակի տակ պահած 25 միլիոն դրամ գումար։ Այդ տեսեք, թե ինչպես կարելի է հարստանալ։ Պետք է ձեր գումարը դնել դոշակի տակ։ Ընկերներ, մարզպետի կինը նաև իր հայտարարագիրը լրացնելուց արժեթղթեր եւ այլ ներդրումներ բաժնում լրացրել է, որ մի ընկերությունում ունի փայ, դե փայ է մտել միտեղ, որը տարվա վերջում 50,000 դրամ եկամուտ է բերել։ Իսկ մարզպետը հայտարարագրում ներկայացրել է նվերներ ստացած Rolex ժամացույց, որի արժեքը $33,000 է, եւ ոսկյա զարդեր, ընդհանուր 20 միլիոն դրամ արժեքությամբ։ Իսկ բանկային հաշիվներում ունի ընդամենը 2469 դրամ, բայց կանխիկ ունի 78,500 եվրո, $20,000 եւ 3,800,000 դրամ գումար։ Միլիոնատեր մարզպետը իդեպ կնոջ ընկերությունից ստացել է 3,600,000 դրամ վարձակալության դիմաց։ Հավանաբար ամուսինը կնոջը տարածքը վարձով տվել։ Ընկերներ, բազմաթիվ տեղեկություններ են գալիս նաև մարզում տեղի ունեցող տենդերների հետ կապված, որոնք փոխկապակցված են մարզպետի եւ նրա մտերիմների հետ, սակայն դրանց ուսումնասիրությունը ձեր թույլտվությամբ թողնում եմ ուժայիններին։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր հայը։